Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի 5-րդ խոսափող հաղորդաշարի հերթական թողարկումն է, հաղորդաշար, որը հիմնականում կառուցվում է ձեր հեռախոսազանգերի հիման վրա։ Մենք բավականին վաղուց չենք կարել այս հաղորդումը տարբեր պատճառներով, եւ ես անձնական շատ նամակներ եմ ստանում ձեզնից, հեռախոսազանգեր են լինում, որոնք հորդորում են ուրեմն ավելի հաճախակի անել այս հաղորդումը եւ այս հաղորդման ընթացքում քննարկել այնպիսի հարցեր, որոնք սովորաբար վրիպում են այսպես լրատվամիջոցների քննարկման դաշտից կարևոր հարցեր եւ ես համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է այս հաղորդումը անցկացնել ավելի հաճախ, իսկ եթե ավելի ճիշտ լինի դա ավելի ուրեմն կոնկրետ հաճախականությամբ, ինչևէ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Հայաստանի Հանրապետությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, ես անընդհատ նամակներ եմ ստանում, որ հետևում են մեր հաղորդումներին, խնդրում են այս կամ այն վերլուծաբանի հետ հանդիպում, խնդրում են քննարկման դնել այս կամ այն հարցերը, եւ այսօր մենք կխոսենք ձեզ հետ միասին մի կարևոր հարցի մասին, որը մի փոքր կարծես թե դուրս է մնացել մեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնից։ Ցավոք սրտի մեր լրատվամիջոցների մեծ մասը կենտրոնանում են ավելի շատ տվյալ օրվա կամ տվյալ այս պահին տարբեր իրադարձությունների հետ կապված։ Օրինակ վերջերս եղավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարը եւ փաստորեն այնտեղ ըստ էության նախանշվեցին այն անելիքները, որ եթե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը 26 թվականի ընտրություններին հաղթի, ապա նրանք ինչ են անելու։ Եվ այդ համագումարի վերլուծությունները ես նայում եմ, այսինքն համագումարի վերաբերյալ նյութերը եւ ավելի շատ առաջին պլան են ընկնում այն նյութերը, որտեղ լրագրողները հարց են տալիս, թե ուրեմն իրական էր այդ էմոցիան, թե կեղծ էր, երբ Նիկոլ Փաշինյանը իր ուրեմն խոսքի ընթացքում պաուզա տվեց։ Գուցե այդպիսի բաներին կարելի է ուշադրության դարձնել, նրանց իրավունքն է, բայց ըստ էության այդ համագումարում եւս մեկ անգամ ամրապնդվեց այն Հայաստանը, այն պատկերացումը Հայաստանի, որը որ ունի այս կուսակցությունը, որը հիմա կառավարում է Հայաստանը եւ պատրաստվում է կառավարել հաջորդ ընտրություններից հետո հաղթելու պարագայում, իսկ որ նրանք հաղթելու են, կարծես թե կուսակցության ղեկավարի մոտ կասկած չկա։ Ինչևէ, կուսակցությունները ստեղծվում են քաղաքական պայքարի եւ հաղթելու համար, չնայած տարօրինակ է, բայց որոշ ուրեմն դատա մեղադրանքներում տարբեր քաղաքական գործիչների ոչ պարտադիր քաղաքական ուրեմն բնույթի մեղադրանքների համար որքան էլ տարօրինակ է հիշատակվում են, որ մարդիկ որոշել են հեղինակությունը բարձրացնելու միջոցով ուրեմն ընտրությունների միջոցով զավթել իշխանությունը։ Հիմա այս զավեշտները մի կողմ թողենք եւ պատկերացնենք, թե այնուամենայնիվ ինչ է որոշել ԿՊ-ն այս պահին իշխող կուսակցությունը Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Նախ եւ առաջ ես ուզում եմ զգուշացնել, որ այսօր ես ավելի շատ ձեզ եմ լսելու, ես չեմ պատրաստել համապարփակ այսպես վերլուծություն, որը որ հետո քննարկման դնենք, ես ուզում եմ ձեր կարծիքները լսենք, բայց ակնհայտ է, որ այդ իրական Հայաստանի գաղափարը, որ տրվել է դեռ 1960-ական թվականներին եւ Նիկոլ Փաշինյանի մեջ շրջանառություն է դրվել
2023 թվականից հետո, եթե չեմ սխալվում, իրականում դա մի կոնցեպցիա է, որտեղ Հայաստանը բնավել բոլոր հայերի հայրենիքը չի։ Հայաստանը հայրենիքն է այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս այս քաղաքական ուժը չի տեսնում որևէ գործ, որևէ անելիք, որևէ ուրեմն ծանրաբեռնվածություն։ Եթե հիշում եք, նախորդ իշխանությունների կողմից ստեղծված էր Սփյուռքի նախարարությունը, որի հիմնական գործառույթն էր կապել Սփյուռքի համայնքները Հայաստանի հետ, հրավիրել երեխաներին, որպեսզի նրանք տեսնեն իրենց հայրենիքի, իրենց կապված զգան հայրենիքի հետ, դասագրքեր ունենան հայերեն լեզվի, պատմության եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենց բոլոր թերություններով հանդերձ այդ իշխանությունները հասկանում էին, որ Սփյուռքը մեր ինքնագիտակցության եւ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ֆակտոր է ոչ միայն տնտեսական առումով, այսինքն ներդրումներ եւ այլն, այլև մեր պետությունը դա մեր ազգի պետությունն է, անկախ նրանից, թե այդ ազգի տարբեր ներկայացուցիչներ որտեղ են ապրում այդ պահին, ինչ պատճառով են Հայաստանից դուրս գտնվում։ Հիմա կարծես թե այդ գաղափարախոսությունը գալիս է փոխարինելու մի գաղափարախոսություն, որը ներփակված է Հայաստանի սահմաններից ներսում, հակառակը Սփյուռքի ուրեմն տարբեր մարդկանց էլ այսպես օլիգարխներին, ես առաջի անգամ եմ լսում այդպիսի բան, սպառնում են, որ սա Հայաստանը ձեր համար բան չի էլի, որ ոտքով դուրը բացեք, ասեք սա փաթաթենք եւ այլն։ Օլիգարխի եւ հասարակ քաղաքացու տեսակետից հասկանալի մոտեցում է, բայց Սփյուռքի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը առաջի անգամ է ես կարծում եմ, որովհետեւ անգամ խորհրդային տարիներին գոյություն ուներ Սփյուռքի հետ համագործակցության կոմիտե, որը ճիշտ է մեծամասամբ օգտագործվում էր նաեւ հետախուզական ծառայությունների կողմից, բայց այնուամենայնիվ կրթական, մշակութային կապը Սփյուռքի հետ չէր կտրվում։ Եվ այսօր մենք ձեզ հետ միասին պիտի այնուամենայնիվ քննարկենք Հայաստանն առանց Սփյուռքի, թե Հայաստանը Սփյուռքի հետ։ Ինչու եմ այսպիսի տարօրինակ հարց տալիս, որովհետև Հայաստանն առանց Սփյուռքի ես կարծում եմ, որ ներկա կուսակցության, ներկա իշխող կուսակցության պատկերացումն է եւ նաեւ ըստ իմ համոզմունքի նաեւ պարտադրանք է թուրքալեզու երկու հարևան պետությունների կողմից, որովհետեւ բազմիցս իրենց հրապարակային ելույթներում Հայաստանյան Սփյուռքը համարել են չարիք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով եւ նրանց պատկերացմամբ ուրեմն Հայաստանի քաղաքացիների ուրեմն այդպես նեգատիվ մոտեցումը ցեղասպանություն կատարած Թուրքիայի եւ ցեղասպանություն կատարած Ադրբեջանի նկատմամբ ավելի շատ գալիս է Սփյուռքից ուրեմն Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների վերաբերմունքից եւ եթե կտրվի Հայաստանի եւ Սփյուռքի կապը, ապա դա մեծամասամբ կլուծի այդ խնդիրը։ Ես կարծում եմ իմ համոզմունքն է, որ իշխող կուսակցությունը հենց այդպես էլ համարում է եւ աստիճանաբար այսպիսի քայլեր են կատարվում Հայաստանը եւ Սփյուռքը իրարից անջատելու մասին։ Ես կուզենամ լսել ձեր կարծիքը այս հարցի շուրջը, ինչ պետք է անել, ինչպես պետք է մոտենալ այս հարցին, գուցե իրոք Հայաստանի ուրեմն ներկա զարգացման փուլը պարտադրում է, որ Հայաստանը երես թեքի Սփյուռքից,
թե սա մի մոլորություն է կամ ավելի վատ ասենք մի ուրեմն գործողությունների շարք, որը թելադրված է մեր թշնամիների կողմից։ Ես կուզեմ լսել այս մասին ձեր տեսակետները։ Հիմա մենք դուրս կգանք կարճատև գովազդային դադարի, որից հետո ես կընդունեմ ձեր հեռախոսազանգերը։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մեր եթերում մենք աշխատում ենք բովանդակային քննարկում անել եւ բոլոր տեսակի վիրավորանքները, կոպիտ բառերը, որակումները դրանք միայն խանգարում են ասելու այն ընկալումը, միայն խանգարում են ընկալել ձեր ուզածը, ձեր միտքը եւ բացի դրանից ես թույլ չեմ տալու եւ բոլոր նման ելույթները ես անջատելու եմ անմիջապես։ Եվ այսպես ելի բարեկամներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ, գովազդից անմիջապես հետո ես կսկսեմ պատասխանել ձեր հեռախոսազանգերին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, հիմա մենք քննարկելու ենք, փորձենք ձեզ հետ միասին հասկանալ, թե դուք ինչպես եք մտածում,
Ընդհանրապես միջ այժմ Սփյուռքը մենք համարում ենք մեր ամենակարևոր ռազմավարական առավելություններից մեկը եւ ընդհանրապես 21-րդ դարը դա արդեն այսպես կոչված ցանցային պետությունների դարաշրջան է, քանի որ կոմունիկացիաները այնքան են ուժեղացել, որ անգամ թույլ են տալիս մարդիկ, որ հեռավար աշխատեն, հեռավար զբաղվեն տարբեր գործերով, պետության հետ հարաբերությունները կարգավորեն հեռավար ցանցի միջոցով, ապրելու վայրը գնալով կորցնում է իր այն նշանակությունը, որ ուներ, ասենք սրանից 30-50 տարի առաջ։ Եվ մենք շարունակում ենք այդ տրամաբանությամբ գնալ, որտեղ են ապրում, ինչպես են ապրում եւ այլն, եւ այո, Հայաստանը ուներ աշխարհում տարածված սփյուռքներից մեկը եւ պետք է ասել, որ այդ սփյուռքի առաջացումը հիմնական մասով պայմանավորված է այն դաժան ճակատագրով, որ ապրեցին Արևմտյան Հայաստանի հայերը, ապրելով ցեղասպանություն եւ ծրվելով աշխարհով մի մասը եկան Արևելյան Հայաստան, պատասխանեցին այստեղ մյուս մասը ծրվեցին ամբողջ աշխարհում։ Հիմա փաստորեն Հայաստանը այլևս Սփյուռքի մեջ ռազմավարական առավելություն չի տեսնում, հակառակը կարծես թե փորձում է հեռանալ Սփյուռքից, որպեսզի դա լրացուցիչ անվտանգային խնդիրներ չառաջացնի Հայաստանի համար, եւ հիմա ես ձեզ կսկսեմ ընդունել ձեր հեռախոսազանգերը, որպեսզի հասկանանք, թե ինչպես եք դուք տեսնում այդ խնդիրը, արդյոք դա ճիշտ է, դա սխալ է եւ ինչպես պետք է մոտենալ այդ հարցին։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Այո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք խոսում եք Սփյուռքի մասին։ Ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչ է Սփյուռքը, ով է Սփյուռքը, որտեղ է Սփյուռքը, ինչ է անում Սփյուռքը։ Սփյուռքը նախին պատկերացումներով դրանք անհատներ էին, ովքեր այդպես հայտնի դեմքեր էին եւ նրանց հրավիրում էին Հայաստան կամ Սովետական Միություն եւ նրանք այդպես ներկայացնում էին Սփյուռքը, բայց Սփյուռքը շատ բազմաշերտ է, տարատեսակ։ Ավստրալիայի Սփյուռքը, Բուենոս Այրեսի Սփյուռքի եւ Ամերիկայի Սփյուռքի հետ ինչ կապ չունեն։ Նրանք բոլորը իրենց առօրյայի մասին են մտածում, նրանք իրենց օջախներում, այդ գաղթօջախներում ինչ-որ միջոցառումներ անելով հպարտանում, որ թե էս էլ կատարեցինք։ Քաղաքականապես բոլորովին տարբեր են։ Երևի բոլոր գաղթօջախներում իշխում է դաշնակցությունը։ Ասենք նրանք լրիվ հիմիկվա իշխանությունների անդիմադիր են, ասենք հնչակյանները լրիվ կողմնակից են ԿՊԱ-ականներին, ներկայ իշխանություններին, ռամկավարները լիբերալ են, նրանց մեջ իսկի այդպիսի միասնություն չկա, ինչպես կարող է Սփյուռքը միասնական լինել։ Դրա համար Սփյուռքին պետք է տալ մի գաղափար, որի շուրջ նրանք հավաքվեն։ Դիմի մեզ համար շատ կարևոր գաղափար է Հայաստանի հզորացումը եւ տարածքների վերադարձը։ Հայաստանը պիտի հզորանա Սփյուռքի անհատների միջոցով, որոնք արդեն բազմիցս դիմել են կառավարությանը եւ կառավարական հովանավորություն չեն ստանում, օրինակ Սամվել Պետրոսյանը, այնպիսի գյուտեր հնարել, որ իր ներկայացում կարող է Հայաստանը շատ կարճ ժամանակում հզորացնի։ Կամ Հակոբ Ադանյանը, որ երկար ժամանակ քանի տարիներ պայքարում էր, որ իրեն տերիտորիա տան, որ ինքը նանոտեխնոլոգիաներով զբաղվի։ Ուրեմն Հայաստանի հզորացումը եւ տարածքների հետ բերումը դա ամենակարևոր խնդիրն է։ Եվ այդ գաղափարը դա Վիլսոնյան իրավարարդակիրն է, Սևրի դաշնագիրը եւ Ազգերի լիգայի կայացած որոշումները։ Ազգերի լիգայի կայացած 20 թվականի
դեկտեմբերի 10-ի որոշմամբ Հայաստանի տարածքը պետք է լիներ 70,551 քառակուսի կիլոմետր, որը կարող էր դառնալ 214,000 քառակուսի կիլոմետր, որտեղ Ուդրովիսը նկարացնում էր իր հարաբերությունը։ Այս հարցերի շուրջ է հարկավոր Սփյուռքին միավորել, համախմբել, որ կարողանանք մեր երկիրը այս ծանր վիճակից դուրս անենք։ Կարծում եմ այսքան բավական է, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր արձագանքի համար, դուք շատ կարևոր բաներ ասացիք, մասնավորապես Վիլսոնյան վճռի մասին, Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարների մասին, բայց այնուամենայնիվ դա հնարավոր կլինի իմ կարծիքով կատարել, երբ որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները եւ Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացիները միասին փորձեն այդ հարցերին հետամուտ լինել։ Ես կարծում եմ, որ առանձին այդ հարցը լուծելը շատ ավելի դժվար կլինի եւ այդ տեսակետից Հայաստանը պետք է Սփյուռքի հետ հարաբերությունները շատ ավելի սերտացնի, շատ ավելի ինստիտուցիոնալացնի եւ այդ ժամանակ Սփյուռքի հետ կապերը կարող են օգտագործվել նաեւ քաղաքական նպատակների հասնելու ճանապարհով։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը չնայած այդ հնարավորությունները բացահայտորեն ուներ, հրաժարվեց նախկին իշխանությունների ժամանակ, իսկ ներկա իշխանությունների ժամանակ Սփյուռքը ընդհանրապես հիմա դուրս է մնում Հայաստանի ռազմավարական հետաքրքրություններից։ Մենք սրա մասին ենք խոսում եւ ես կուզենայի հենց այդ մասին ձեր վերաբերմունքը լսել։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ուզում, սիրելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Ես միած հարց ունեմ, իմ հարցս մեզի ներկա կառավարությունը, որ կա հիմա, Սփյուռքի բարի տեղ չի դնում, պարոն Հարությունյան։ Մենք հենց գիտնականներ ունենք, որ մի քիչ առաջ այդ տղան ասեց, մենք շատ լավ գիտնականներ ունենք, որ կարան ասենք Հայաստանը տաղացրել, զարգացրել, ամեն ինչով, բայց մեզի բարի տեղ չեն դնում, իրանք չեն ուզում, որ մենք գանք այդտեղ, իրանք մեզի հեռու են պահում, եւ մենք Սփյուռքը չի կարող ընտրի վարչապետ կամ պրեզիդենտ, մենք ազորեք, մենք էլ եք ուզում, որ ընտրեք մեկի, որ կանը։ Բայց դրա ճանապարհը կա, այն ինչ որ դուք ասում եք, որ չեք կարողանում, կարելի է անել, եթե գաք Հայաստան, ունենաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ մասնակցեք ընտրություններին։ Բայց ի՞նչն է տարբերությունը, եթե տեղի չեք կարա, հավանաբար ի վիճակի չի որ գա Հայաստան։ Լավ, հասկանալի է ձեր մոտեցումը, այնուամենայնիվ դուք այդ երկրորդում եք այդ փաստը, ասում եք, որ այո, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի հետ հարաբերությունները խզման ճանապարհով է գնում։ Համայն դեպս չի ուզում որևէ պատասխանատվություն վերցնի։ 100% վստահ է, որովհետև խտրականություն կա։ Հա, բայց ձեր բերած օրինակները եւ նախորդ մեր հեռուստատողի բերած օրինակները, դրանք անհատներ են, որոնք որ գալիս էին Հայաստանին օգտակար լինելու համար, այսինքն խնդիրը նա չէ, որ նրանց բանի տեղ չեն դնում, որովհետև նրանք Սփյուռքից են։ Հայաստանի Հանրապետությունը էլ բազմաթիվ գիտնականներ, գյուտարարներ, այսպես բան մարդիկ ունի, ովքեր կարող են շատ բան փոխել, բայց մեխանիզմներ, որպեսզի այդ գաղափարները դառնան իրականություն, Հայաստանի Հանրապետություն չկա։ Դրա մեղավորությունը ներկա կառավարությունն է, ղեկավար Փաշինյանն է, եւ որ ինքը դուրս ելնի ամեն ինչը շատ լավ կանցնա առաջ։ Շնորհակալություն։ Մարդը հեռանա մեր երկրից։ Շնորհակալություն, բայց ես ուզում եմ ասել, որ ցավոք սրտի այդ հարցերը
չեն լուծվում հիմա, բայց չեն լուծվել նաև նախկինում, անգամ երբ կար Սփյուռքի նախարարությունը, այդ հարցերը շատ դժվարությամբ էին լուծվում, որովհետև այնուամենայնիվ նախարարությունը հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության պատասխանատվության կառույց, հասկանում եք, վերջի վերջո Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ էր նախարարը եւ մեխանիզմ, որը որ պիտի սփյուռքահայերի աջակցման ինչ որ կենտրոն աշխատեր որպես այդպեսին, չկար, իսկ սփյուռքահայերը բազմաթիվ խնդիրներ ունենային իրենց տնտեսական գործունեության մեջ, չգիտեմ, մշակութային գործունեության մեջ, իրանք հանդիպում էին բազմաթիվ խոչընդոտների, որոնց մի մասը իհարկե նախարարությունը լուծում էր, բայց ըստ էության մեծ հաշվով այն համակարգում, որտեղ գործում է այդ նախարարությունը, ես նկատում եմ քաղաքական համակարգը, այդ նախարարությունն էլ շատ բան անել չէր կարող։ 18 թվականին, երբ որ եղավ հեղափոխություն, շատ-շատերը հույս ունեին, որ վերջապես բոլոր այդ խնդիրները արդեն կլուծվեն նոր համակարգի մեջ, բայց ինչպես մենք տեսնում ենք, համակարգը հիմնականում շարունակում է իր գործունեությունը, իսկ այն որոշումները, որոնք որ կատարվում են հիմա Սփյուռքի հետ կապված, դրանք ավելի այսպես ես էլի կարծում եմ, որ կախված են դրսի ճնշումներին զիջելու պատճառով։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում բարեկամներ, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալություն 5-րդ խոսափող հաղորդման համար։ Կարևոր հարց է, ասեմ, վերջերս մեր մոտ ես գրենդելիս եմ զանգում եկել էր Արման Բաբաջանյանը, հայտնի քաղաքական գործիչ, եւ ուզում էր կապի մասին խոսալ Հայաստան-Սփյուռք, եւ ես նրան հարց տվեցի, թե եթե դուք չեք ցանկանում, որ մենք խառնվենք Հայաստանի գործերին, ինչու մենք պետք է օգնենք Հայաստանին, եւ նրա պատասխանը բավական շեղիչ էր եւ խոցափողական։ Դա մեծ խնդրեմ է, մանավանդ եւ իշխանական եւ իշխանամետ ուժերի կողմից, ես նկատել եմ դա սոցցանցերում եւ այլն, որ մի խառնվեք Հայաստանի գործերին, մի միջամտեք եւ այլն։ Դա ամենավատ բաներից է եւ Սփյուռքը առանց Սփյուռքի Հայաստանի համար շատ դժվար կլինի, որովհետև Սփյուռքը ունի ներուժ ոչ միայն ֆինանսական, այլև ինֆորմացիոն, խորհրդատվական, որտեղ մենք ապրում ենք ժողովրդավար երկրներում կայացած եւ մենք ունենք մասնագետներ, մենք շատ ձևերով կարող ենք օգնել Հայաստանին։ Ցավոք Հայաստանի իշխանությունից ձեռնտու չէ դա, միգուցե Ալիևի եւ Թուրքիայի ճնշմամբ Կարծում եմ այստեղ կա նաև օլիգարխների ներքին այդ օլիգարխները Փաշինյանամետ նրանք չեն ցանկանում են փակ պահել երկիրը, որ կոռուպցիան զարգանա։ Կարծում եմ, որ Սփյուռքը իրավունք ունի նման դեպքերում ճնշում գործադրելու Հայաստանի վրա, օրինակ վերջերս այդ զինվորականների, որ ցանկանում էին Սփյուռքում երիտասարդներից փող գանձել, այդ նախագիծը տապալվեց Սփյուռքից մեծ ահազանգի պատճառով։ Սփյուռքը կարող է ասել կամ այդպես հուշկու ձայնը, որ մենք չենք օժանդակի, մենք չենք բանանին, եթե նման քայլեր լինեն։ Կարծում եմ, քանի որ գործում է ուժի օրենքը, Սփյուռքը իրավունք ունի ուժի ձևով որևէ բան լծակներ գործադրել։ Երկարատև զարգացման համար ես ասեմ, որ մենք ունենք փորձը 47 թվականի 46, երբ հայրենադարձություն եղավ եւ հիասթափվեցին եւ հետ վերադարձան։ Չեմ կարծում հիմա իրատեսական է, որ Հայաստանի հիմիկվա պայմաններում ես սոցիալական վիճակի մասին չեմ ասում։ Ես ասում եմ երկրի այդ կոռուպցիան, իրավունքների պակասը, երբ կարող են ցանկացած մի մեր ձև ասելու համար բռնել, չեմ կարծում լինի հայրենադարձություն, որտեղ մենք էլ ունենք մեր այստեղի կյանքերը եւ մեր քաղաքացիական իրավունքները։ Եթե Հայաստանը զարգանա, այսինքն դեմոկրատական ուղղությամբ դեպի արևմուտք եւ այլն, ապա կշատանա ներհոսքը Սփյուռքից։ Մինչ այդ Սփյուռքը կարող է ձեզ խորհուրդ տալ։ Դուք ունեք բոլոր ռեսուրսները այդ ամենը անելու, մենք կարող ենք հայրենիքին տալ խորհուրդներ կամ ինֆորմացիա կամ այդ առումով։ Ես մի առաջարկ էի մի ժամանակ արել նույն տապանով, որ կարող է լինել մի կառույց
Սփյուռքի այդ հանձնակատարը կամ նախարարությունը նա Փաշինյանի հանձնակատարն է։ Կարող է լինել ներկայացուցչական ինչ որ մի կառույց, ենթադրենք պարլամենտի մի մաս, որը չի քվեարկի, ենթադրենք, բայց կարող է իր կարծիքը հայտնել, ներկայացած լինել Սփյուռքից, ըստ չգիտեմ տարածքների, եւ գոնե իր ձայնը լսելի լինել, որպեսզի Սփյուռքի ներկայացուցիչների ձայնը լսելի լինի, ենթադրենք Հայաստանի ազգային ժողովում։ Դա կլինի մի ձև, որպեսզի Սփյուռքի ձայնը հասնի, բայց քանի դեռ ձեր իշխանությունները շահագրգռված չեն, իսկ ձեր իշխանությունները կարող է ստիպել Հայաստանի քաղաքացիությունը, Հայաստանի քաղաքացիները իհարկե նաև ինչպես ասեցի Սփյուռքի ճնշմամբ կամ այլ լծակներով քանի դեռ դա չի արվել կարծում եմ Սփյուռքից չի լինի ներհոսք կամ այդպիսի դրական տեղաշարժ թող այսքանն է իմ շնորհակալություն ձեր բավականին հանգամանալի մեկնաբանության համար կարող եմ սկսել վերջից որ այո շատ դեպքերում բացակայում է հենց սփյուռքյան կազմակերպված կառույցների գոյությունը եւ այո եթե սփյուռքը լիներ կազմակերպված նա կկարողանար երկու խնդիր լուծել նախ ներկայացված լինելու Հայաստանում ինստիտուցիոնալ ձևով Երկրորդը կարող էր լուծել լոբիստական մի շարք խնդիրներ այն երկրներում, որտեղ ինքը ապրում է, իսկ հիմա ամբողջ քաղաքականությունն այդ լոբիզմի միջոցով կատարվում եւ նայած նրան, թե տվյալ լոբիստական ուժերը ինչ ազդեցություն ունեն այդ երկրներում, մեծամասամբ որոշվում է այդ երկրների վերաբերմունքը Հայաստանին եւ Հայաստանի այդ քաղաքական իրավիճակների նկատմամբ։ Այո, մենք բաց ենք թողել այդ մեծ խնդիրը։ Ձեր երբ խոսում եք դու, ես հիշեցի մեր այդ նախաձեռնությունը հայ ինքնության քարտերի, որ աշխարհի բոլոր հայերը պիտի ունենան հայ ինքնության քարտեր եւ հայ ինքնության քարտեի քարտատերերը պիտի կարողանան համապատասխան հարթակի միջոցով քվեարկություններ անել եւ կարծիքներ հայտնել այս կամ այն հարցերի վերաբերյալ դա մոտավորապես այն իրավիճակն է ինչ որ դուք եք ասում կապված ուրեմն կարծիքը արտահայտելու եւ ներկայացուցչական լինելու հետ ցավոք սրտի մեր առաջին փորձը այդքան էլ հաջողությամբ չփսակվեց մենք ունեցանք մոտ 3000 քարտատեր որից հետո հիմա երկրորդ ռեստարտն ենք նախապատրաստում կարծում ենք որ այս անգամ ավելի հաջող կլինի որովհետեւ փոխվում է եւ թվային հարթակը եւ այդ հնարավորությունները եւ մոտեցումները եւ կարծում եմ որ այո Սփյուռքը մեծամասամբ իր ուժերով կարող է համախմբվել ու դառնալ քաղաքական միավոր սա շատ կարեւոր է եւ Սփյուռքի համար եւ Հայաստանի Հանրապետության համար Հաջորդ հեռախոսազանգն եմ փորձում ընդունել բարև ձեզ դուք եթերում եք Բարև ձեզ Շատ բարդ հարց է առաջ քաշել Ես ուղղակի հետևից սկսեմ տեսեք քանի դեռ իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չի լավանա եւ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի պարտադրանքն է դա դիտմամբ տենց արեց միայն հիշեք պատերազմի ժամանակ փոխանցած գումարները Թուրքից նա բաժանեց պարքեավորչարներ տվեց իշխանության իր այսպես ասած կողմնակիցներին դա հետո Սփյուռքը ինչ մեր ասած սրտով պիտի Հայաստանին չոր օգնություն տա դե հարցը ճիշտ նայած մի քիչ սխալ տեսակետից է դրվում խոսքը միշտ գնում է օգնության մասին հարցը սկզբունքորեն սխալ է հարցը պիտի օգնություն չլինի պիտի գտնեն մեխանիզմ որպեսզի թուրքը հայերից ոմանք կարողանան մասնակցել Հայաստանի կյանքին այստեղ իհարկե բավականին բարդ հարց է որովհետև բացի փողից այստեղ կա նաև պետությանը ծառայելու բանակում ծառայելու հարցերը Ինքնասկում բավականին բարդ հարց է եւ հետո այսպես նայեք ես ասենք Ամերիկայի մասին կարամ ասեմ Լոս Անջելեսի մասին
այստեղ այն մարդիկ, որոնք ծնվել են այս երկրում, նրանք հայկականության շատ քիչ մաս ունեն։ Այն մասը, որոնք եկել են, ասենք 90-ական թվականներից, նրանց մեջ դեռ կան, այսպես ասած, Հայաստանին նվիրված մարդիկ, բայց նրանց սերունդները իվարտաբար շատ քիչ են, որ Հայաստանի հետ կապ կարան ունենան կամ կուզենան ունենան։ Դրա համար հավանաբար պետքա ամբիցիաները այսպես ասած իմաստով սահմանափակել։ Պետք է իմանալ, որ ընդամենը ասենք սպորտի մի 10%-ը մաքսիմում կարող է Հայաստանի համար ցավի եւ դրանցից էլ երևի չգիտեմ որ մասը իսկապես ռեալ կուզենա Հայաստանին օգնել։ Այնպես որ ինձ թվում է նաեւ պետք է մյուս համայնքների ոչ միայն Ամերիկայի, չգիտեմ, ես չգիտեմ մյուս համայնքներում ոնց է, բայց հավանաբար Ամերիկայի հետ պետք է չկապել այդ հարցը։ Շնորհակալություն ձեր պատասխանի եւ մոտեցման համար։ Ուզում եմ ուղղակի նշել, որ ես ի սկզբանե իմ խոստում օգնության մասին չէի խոսում։ Ես խոսում եի Սփյուռքի եւ Հայաստանի կապի մասին, ընդ որում նկատի ունեի երկու ստեկ կապի, որովհետեւ Հայաստանը Սփյուռքին պիտի օգնի ավելի երկար հայ մնալ, ակնհայտ է, որ ուցացման process-ը այսպես անխորտակելի ձևով գնում է եւ ինչքան երկար է ժամանակ, այնքան ավելի ուցացումը խորանում է, բայց մի կողմից Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է ուցացման դեմ պայքարել, մյուս կողմից Սփյուռքի կապը Հայաստանի հետ դա նրա մասնակցությունն է տարբեր process-ներին եւ տնտեսության մեջ եւ ուրեմն մշակույթի մեջ եւ ուրեմն նաեւ քաղաքական process-ների մեջ այն իմաստով եթե ուրեմն Սփյուռքը կարող է իր մոտեցումները ցույց տալ այս կամ այն համազգային նշանակություն ունեցող հարցի մասին մենք չպետք է երբեք մոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը դա ներկա սահմաններով մեր մեծ հայրենիքի մի փոքր կտորն է ընդամենը եւ մեր հանրապետությունում ապրող մարդիկ դա աշխարհի հայության մի փոքր մասն են ընդամենը եւ այդ առումով ես կարծում եմ, որ Սփյուռք եւ Հայաստան համագործակցությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել։ Ես նշեցի ինչպիսի խնդիրներ, ասենք Սփյուռքը կարող է լոբիստական գործունեություն իրականացնել ի օգուտ Հայաստանի Հանրապետության, ի օգուտ իրենց ազգային մշակութային ինքնության պահպանման, ընդդեմ աղճատումների, իսկ հիմա մենք դասական ինքնության աղճատման ճանապարհին ենք եւ ես չգիտեմ, արդյոք Հայաստանի Հանրապետություն սահմաններից ներս ապրող հայությունը կկարողանա դիմակայել դրսից թելադրվող այդ ինքնության եւ պատմության աղճատումներին, որի սկիզբը արդեն մենք այս պահին տեսնում ենք։ Ես առաջարկում եմ մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդ է եթերում։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր այսօրվա հաղորդումը, ես պատասխանում եմ ձեր հեռախոսազանգերին, իսկ մեզ կարելի է զանգահարել հայաստանյան +374 60 35 11 եւ ամերիկյան 1-818 967-5321 հեռախոսահամարով։ Ասեմ նաև, որ այս հաղորդումները բացի մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների եթերով այս ժամին հեռարձակվելուց, նաև հեռարձակվում են մեր Patreon-ով, YouTube-ով եւ Facebook-ով, այնպես որ դուք կարող եք միշտ այս ժամին հաստատ ուրեմն միանալ Նոյան Տապանի եթերներին եւ փորձել ձեր կարծիքները ասել
այս կամ այն այդ հաղորդումների ժամանակ քննարկող հարցերին։ Իսկ հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք Սփյուռքի եւ Հայաստանի կապը, որը որ պարզես թե խզման ճանապարհին է կամ գնալով ավելի է վատանում, որովհետեւ Հայաստանի ներկա ռազմավարությունը չի դիտարկում Հայաստանից դուրս Հայաստանի հետաքրքրություններ եւ սփյուռքահայերը այլևս իմ պատկերացմամբ կամ իմ զգացողությամբ այլևս հատուկ տեղ չունեն Հայաստանի Հանրապետության նոր կոնցեպտի պատկերացումների մեջ։ Այո, ես գրեթե համոզված եմ, որ այս կոնցեպտը սա հիմնականում պարտադրված կոնցեպտ է, որը առաջացավ 20 թվականի պատերազմից հետո, երբ Հայաստանը կորցրեց Արցախը, իսկ 2023 թվականին Արցախի դատարկվելուց ցեղասպանական ճանապարհով դատարկվելուց հետո մենք փաստորեն Հայաստանի Հանրապետությունը փորձում է իրեն տեղ գտնել միայն Ալմա-Աթայի հռչակագրով ներկայացվող սահմանների կողմից, սա էլ է բավական հետաքրքիր, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում սահմանների մասին ոչինչ չի ասվում, բացի նրանից, որ գոյություն ունեցող սահմաններ, ընդ որում դա կարելի է հասկանալ եւ որպես խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցող այդ վարչական սահմանները եւ որպես այդ պահին գոյություն ունեցող սահմաններ, բայց մեր ներկա ղեկավարությունը դա մեկնաբանում է որպես խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցող սահմաններ եւ Հայաստանին վերապահում է մի դեր, մի երկրի դեր, որը կարծես թե նոր է առաջացել միայն խորհրդային միության փլուզման հետևանքով։ Դա շատ հետաքրքիր մոտեցում է, որովհետև իրականում դա նշանակում է, որ Հայաստանը իրավունք չունի խոսելու ոչ իր պատմության, ոչ իր ուրեմն տարբեր պետությունների իրավահաջորդության մասին, մենք խոսում ենք ընդամենը կարծես թե Հայաստանի Հանրապետություն, որպես այդպեսին առաջացել է ուրեմն 91 թվականին եւ այդ 91 թվականի Հանրապետությունը իր առաջ դնում է շատ իրատեսական պրագմատիկ ուրեմն նպատակներ ունենալ պարզապես սահմաններ, ունենալ պետություն եւ կարեւոր չի մնացածը, կարեւոր չի ով է ապրում այդ պետության ներսում, ինչ մշակույթ կամ ինչ ինքնություն ունի այդ մարդիկ, որովհետև պատմությունը եւ մնացած ամեն ինչը, որը որ կտրվում է Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների կողմից, դրանք իրականում հանդիսանում են մեր ինքնության անբաժանելի մաս եւ այդ իմաստով մենք հիմա ունենք վտանգ, որ մեր ինքնությունը պիտի խեղաթյուրվի։ Ինչպես ինքը Փաշինյանն է ասում, ինքը երկար մտածել եւ հասկացել է, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան այս ինքնախեղումը։ Եվ ինքը իր համախոհների հետ միասին վստահ քայլում է այդ ճանապարհով, որ քանի որ այս խեղումով մենք այնուամենայնիվ պահպանելու ենք մեր ինքնության գոնե մի մասը, գոնե 91 թվականից հետո եղած սահմանները եւ այդ վիճակը։ Հիմա խնդիրը նա է, որ այս հարցը բավականին վիճարկելի է, բայց ցավոք սրտի Հայաստանի ներսի այդ բանավիճային, ես չգիտեմ, իրար հանդեպ մերժողական տրամադրության հետևանքով այս բանավեճը ոչ թե քաղաքակիրթ բանավեճ է դառնում, այլ սկսում են կպնել անձերից, սկսում են տարբեր ձևով կոպտել եւ այլն, եւ ըստ էության այս խոսակցությունը չի կատարվում։ Արդյոք հայ ժողովուրդը
համաձայն է, որ ինքը այլևս Հայաստանի Հանրապետության ներկա սահմաններից դուրս որևէ հետաքրքրություն եւ իրավունք չունի։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդունում է, որ ուրեմն ինքը պիտի հրաժարվի իր պատմության մի մեծ կտորից այն իմաստով, որ չհամարի այդ իր բնորանը, այսինքն հայկական լեռնաշխարհը, որը եւ հայերի եւ ոչ հայերի կողմից դարերի վեր համարվում է Հայաստանի հայերի բնորանը, դրա համար հենց այդպես է կոչվում հայկական լեռնաշխարհ, այդ լեռնաշխարհից ինքը որևէ նպատակ չունի դրա հետ կապված։ Եվ եթե սա արվում է մեծ ճնշումների եւ ինչ-որ սպառնալիքների ազդեցության տակ, սա մի բան է։ Շատերը իմիջիալոց այսպես են մեկնաբանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս վարմունքը, որ հիմա պետք է որպեսզի հենց այդպես էլ ասվի, հիմա պետք է որպեսզի մեր թշնամիները հանկարծ չմտածեն, որ մենք ունենք խորքային նպատակներ, բայց մենք այդ խորքային նպատակները պահում ենք խորը մեր մեջ, միջև իրավիճակը փոխվի, միջև մենք հրոզարանանք, հետո այդ նպատակները նորից կդնենք սեղանին։ Այս մոտեցումը քննադատության չի ենթարկվում, չի դիմանում, որովհետև իրականության մեջ են նարատիվները, որոնք ասվում են իբր թե ուրեմն այլ պետությունների, սպառնացող պետությունների ղեկավարների համար, իրականում դա լսում է նաև Հայաստանի ներսում ապրող հայ ժողովուրդը, լսում է երիտասարդությունը, լսում է այն մատաղ սերունդը, ում վրա պիտի հետո հենվեր այդ վերածնունդը։ Եվ ես կարծում եմ, որ այս թույնը իրականում ինքը այնպիսի ազդեցություն է ունենալու, որ որոշ ժամանակ հետո այլևս այն կրողը, որ պիտի զարգացներ այդ միտքը, այլևս գոյություն չի ունենալու։ Եվ սրանում եմ ես տեսնում մեր ներկա ժամանակների հիմնական վտանգը։ Սիրելի բարեկամներ, սրանով եթե երևի այսօր ես հաղորդումը ավարտեմ մեր, ես խոստանում եմ ձեզ, որ ավելի հաճախ կլինեն 5-րդ խոսափողներ եւ ակնկալում եմ, որ դուք ավելի ուրեմն շատ կարձագանքեք, դուք կարող եք գրել մեր էլեկտրոնային փոստի հասցեով, որը գտնված է եւ մեր YouTube-յան էջում եւ մեր նոյան տապանի էջում nt.am էջում, դուք կարող եք նամակներ գրել, ձեր կարծիքները գրել, մենք փորձենք հաշվի առնել ձեր կարծիքներն ու առաջարկությունները մեր հաջորդ հաղորդումները կազմակերպելու ժամանակ։ Սրանով ես ուզում եմ ավարտել, հիշեցնեմ, որ QR կոդը, որ դուք տեսնում եք ձեր էկրանին, դա մեր Patreon-ի QR կոդն է, ձեր հեռախոսը պահելով այդ կոդի վրա, կամերան միացնելով կամ QR սկաներ դնելով, դուք կտեսնեք այն լինքը, ուր է տանում մեր Patreon-ը եւ կարող եք մեր եթերները տեսնել այնտեղ, ինչպես նաեւ ինչու՞ չէ աջակցել մեզ Patreon-ի միջոցով։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, մաղթում եմ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։